Կառավարությունը կարող է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար նվազեցնել շուրջ 3 դրամով, բայց չի անում։ Չի անում ոչ թե որովհետև չի կարող, այլ որովհետև չի ցանկանում։ Պարզվում է 5 ամիս առաջ հունիսի 6-ին ՀԵՑ-ի նախկին տնօրինությունը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հոսանքի գինը նվազեցնելու առաջարկով և մերժում ստացել։ Մեր ստացածը չնչին գումարը, աշխատավարձը, հոսանքը, գազը, այդքանը որ մուծում ես, քեզ արդեն շատ քիչ գումար է մնում էլի գոյատևելու համար, բնականաբար թանկ է։ Վայ բալաջան, թոշակս էքուտը ստանամ չկա, այն անդիել հատնամա գալիս եմ, ինչ եմ անա։ Չէ, չեմ կարեմ գրաղից փողալեմ տալիս եմ, չէ։ Վրաստանը մեզից ինչ առավելություն ունի, որ նրանք, ասենք, ավելի էժան է։ Մենք լա դեռ ատոմակայան ունենք, չէ՞։